Չես ուզում ինձ շնորհավորես։ Չէ։ Ուրախ չես իմ համար։ Չէ, ուրախ չեմ։ Շատ ուրախ եմ։ Ինձնից ուրախ ոչ մեկ չի կարա լինի։ Պարզ է։ Դու գիտես չէ, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ապուշի մեկն ես։ Ինչի որ քեզ շատ եմ սիրում։ Ապուշի մեկն ես, բայց դու գիտես, որ իմ աչքից լույսն ես։ Շանտաղա։ Լավ ինձ են ասա, մի բաժակ պապու թոր չխմենք, թե գնանք տուն, որովհետև պապան ինձ ուղարկել է, որ քեզ տուն տանեմ։ Ով։ Պապան։ Յա։ Այդ հիշել է, որ հեր ունի։ Երևի։ Ես հորդ գտից բերելու եմ։ Լավ էլի, պապի։ Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում ես կյանքում։ Ես քո ցավը տանեմ մի հատ ճիշտն ասա ինձ, երջանիկ ես դու։ Շատ։ Նայ քո ցավը տանեմ։ Հիմա լսի քեզ ինչ եմ ասում։ Ոտքերդ գետնից չես կտրում։ Սիրելը սիրելով, երջանկությունը երջանկությամբ, բայց ամեն վարկյան ռուսերեն ասած նա չի կում։ Ինչ ա եղել։ Դու ձենդ կտրի լսի էլի։ Ոչ մեկի չես վստահում։ Ու ուշադիր ես լինում ամեն մի մանրուկի։ Պապի չեմ հասկանում, ինչ ես ասում։ Աստվածա չհասկանաս։ Ինչ է լինի քեզ չկործնես տղա ջան։ Պատերը քանդելով առաջ ես գնում։ Այստեղ եմ թիկունքիդ կանգնածա։ Չէ, հաստատ մի բան եղել է, դու ինձ չես ասում։ Տղա ջան, բանը չի եղել։ Խելքդ գլուխ ես հավաքում։ Սկսում ես սառը դատել, սառը մտածել, ու այդտենց առաջ ես գնում։ Հենց մի սխալ մուկ տեսար թե, չէ՞։ Ստոպ ես տալի, վերլուծում ես, գցում ես ամեն ինչ իր տեղը, նոր գնում ես առաջ։ Ես ուրախ եմ, որ դու երջանիկ ես ցավդ տանեմ։ Այս կյանքում ինձնից բացի ոչ մեկ այդքան երջանիկ չի։ Այս շամպայնը խմենք, այն դադար շիշներ կտանենք ու կջարդենք հորդ գլխին։ Երջանիկ լինես։ Գիտես ինչ պիտի ասեմ։ Ես հերից շատ հիասթափված եմ, շատ։ Ինչ։ Մի հատ նայ ոնց է իրան պահում։ Բադա շնորհք, հա։ Ոնց է վարվում այդ կնոջ հետ։ Աղջիկ ջան, քո ինչ գործն է։ Ոնց իմ ինչ գործն է։ Լավ էր էլի։ Ճիշտ են ասում, սրտացավ մարդու գլուխը ծակա։ Մի օր չեղավ տենց իմ համար սրտացավ լինես։ Ելուրջ։ Կարո ջան, ես քո համար այնքան սրտացավ եմ, որ ինձ ամբողջությամբ նվիրել եմ քեզ, որ դու հավերժ երջանիկ լինես, քիչ է քեզ։ Էլի սկսա ֆորտատեղադրում անելը։ Կար։ Խնդրում եմ էլի, իրոք խոսիր Հենրիի հետ։ Համոզի, որ իրան մի քիչ ուրիշ ձև պահի, խելքը գլուխը հավաքի։ Ախր այդ կինը այնքան լավ մարդ է, Աննա Բագրատովնայի նման մայր բոլորը երազում են ունենալ։ Իսկ ինքը չի գնահատում այն ինչ ունի։ Հերիք չի գնահատում, մի հատ էլ իր կյանքի ամենակարևոր օրը չի տանում իր ամորը։ Տենց ոնց կլինի ախր։ Լսի, այդ իրանց որոշումն է, ես ինչ անեմ։ Լավ։ Իսկ կարամ իմանամ, դու երբ ես որոշում ընդունելու ինձ հետ ամուսնանալու, թե արդեն փոշմանել ես, հա։ Ինչ ես ուզում ինձանից։ Ուզում եմ, որ խելքդ գլուխդ հավաքես։ Այ ոնց քո ընկերդ Հենրին չի գնահատում իր ամորը, այդ նույն ձև էլ դու ինձ չես գնահատում։ Որը ոնց ֆռում է իր օգտին է խոսում։ Լավ եմ անում։ Շատ էլ լավ եմ անում։
Հիմա լսի, ես քեզ բան եմ ասում։ Քեզ 10 րոպե ժամանակ եմ տալիս։ Կամ կողմնորոշվում ես ու ինձ ասում ես մենք հստակ որորն ենք ամուսնանում, կամ ընդհանրապես հաջողություն։ Գնա մտածի։ Մենակ ճիշտը կասես, սիրուն է թե չէ։ Ոչ թե սիրուն, այլ շատ սիրուն է։ Ես էլ եմ հավանել։ Գնացին։ Հա, Իսկ ոնց անցավ։ մի քիչ լարված, մի քիչ անհանգիստ, բայց կարևորն անցավ։ Դե հա պատկերացնում եի, որ լարվածություն պիտի լինի։ Հա, բայց կարևորը ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Դե կարևորն էլ է դա։ Բայց ամենակարևորն է նա, որ դու երջանիկ ես։ Շատ երջանիկ եմ, անսահման։ Իսկ մի բան ասեմ, ավելի երջանկանաս։ Բա ասա։ Շուտով Անգելինա մորաքույրս դառնալու։ Ահ, ես Մերի։ Ահա։ Հեսա կլաց եմ։ Հուսով եմ ուրախությունից։ Որ ասեմ չեք հավատաս, քիչ ամենում ուրախությունից գոռամն են ուրախ եմ։ Վայ Մերի, ինչքան ուրախ եմ ես ձեր համար, ինչքան էի սպասում ես այս պահին։ Գիտեմ։ Սպասի վիդեոյով զանգեմ, մեր սենց ոչ դու ես իմ էմոցիաները տեսնում, ոչ ես քո։ Սպասում եմ։ Բա որ ասում եմ, սխալ քայլեր մի արա հետո տանջվելու ես չես հավատ։ Հավատում եմ։ Տղա ջան, եթե վստահ ես, որ ամեն ինչ ճիշտ ես արել, բա ինչ ես մեղավոր հայացքով նայում որդուդ։ Հերին երջանիկ է։ Դե ասա երկար տևի։ Բայց դու քո ուզածին էլի չես ասել։ Երեխით ինչ ես վնասում։ Ոչ մի ցավ այլևս ինձ չի ճնշելու։ Ուզեք թե չուզեք, այդ ես եմ ասում։ Ցավից ցավ այլևս չեմ անցնելու։ Հակառակը, մեկի կոկորտից բռնելու եմ ու մինչև վերջ տանեմ։ Ինչ հասկացա տղուտ հաշվին։ Իմ տղու հաշվին իմ կյանքն է դրած։ Ոնց ուզում ա թող ծախսի։ Անգելինայի ես տան լինելն էլ իր երջանկության համար է։ Ատենց չի։ Միքայել ջան, տղիդ մի վնասի։ Լավ ասացված կա։ Ինչ ցանես, են էլ կհնձես։ Բայց ես չեմ վնասում, պապ։ Վնասում ես տղա ջան։ Դու շատ լավ գիտես, որ մի նախաձայնությամբ կարող ասես ամբողջ պատմությանը վերջ տաս։ Վերջ դնել։ Վերջ դնել նշանակում է իմ վերջը տալ։ Իսկ ես դեռ ուզում եմ ապրել։ Տղա ջան, այն ինչքանը չի էլ դառնա, ինչքան էլ ուզում ես երկար ապրի։
Աննան իմն է։ Տղա ջան, ես նկատի ունեի տղիդ կյանքը։ Ինչքան ուզում ես երկար ապրի։ Տղիդ կյանքը քոնը չի դառնա։ Ես դա նկատի ունեի։ Այսքան բան։ Դա Սխալվեցինք։ Դե սիրում եմ։ Չգիտեմ։ Երևի սխալվեցինք։ Դե սիրում է։ Չգիտեմ, անգամ ինչ ասեմ։ Դե ինչ ասես, ամեն ինչ ասված է։ Գնամ մի հատ սուրճ բերեմ։ Գնա։ Բարև ձեզ դու։ Բարև։ Նստի։ Ինձ շատ էր պետք, որ մենք հանդիպեինք ու առանձին խոսայինք վերջի դեպքերի հետ կապված։ Վերջին դեպքերը պարզից էլ պարզ են։ Դու ինձ հələ մի բան ասա։ Ինչի է քո համար այս խոսակցությունը կարևոր։ Որովհետև ես ինձ շատ պարագաներում մեղավոր եմ զգում։ Այ հենց այս կետից պետք է սկսեիր։ Սկսենք։ Ես խնդիր չունեմ։ Չեմ ամաչում։ Ես էլ եմ ուզում, որ չամաչես։ Ես էլ Բեծինն էլ շատ սխալներ գործեցինք։ Առանց պայի լրջությունը հասկանալու արագ քայլեր արեցինք ու հասանք այս կետին։ Ձեզ ես իրոք ամեն ինչ արեցի, որ ընտանիքս պահեմ։ Ամեն ինչ փորձեցի անեմ, բայց ցավոք չստացվեց։ Ուրեմն լավ չես փորձել։ Հերի ես կյանքում ամենաբարդ բաներից մեկն է ցանկացած իրավիճակում մարդ մնալը։ Դժվարությունները գնում ու գալիս են։ Ողջունելի է, որ զանգեցիր ու հանդիպում խնդրեցիր։ Գովելի է։ Բայց ուզում եմ մի բան իմանաս։ Ես քո արածը Բեյջիի հանդեպ երբեք չեմ ներելու։ Հերի ուրիշ աղջկա իր սիրում, աղջկաս ինչի դժբախտացրիր։ Հիմա ես քո հետ ոչ կռիվ եմ անելու, ոչ էլ նեղացնելու եմ։ Գնա ու երջանիկ եղի, բայց աղջկանից հեռու։ Բարև իմ աղջիկ։ Ոնց ես։ Լավ եմ, դուք ոնց եք։ Հերեք այնքան շատ ունեի ձեր կարիքը։ Ոչինչ, բոլես մի նեղվի, նստի։ Նեղվել եմ, որովհետև գիտեմ, որ դուք էլ եք շատ ծանր տարել ձեզ չասելու փաստը։ Ոչինչ, բոլես։ Իմ այս կարգավիճակը արդեն սկսել է իմ համար սովորական դառնալ։
Հերին չի զանգել։ Չի զանգել։ Ոչինչ, ձեռքիցս չի պրծնի, դուք սպասեք։ Իսկ Դավիթն ում մոտ ամենը։ Առայժմ հորաքույրս կխնամի, մինչև չգիտեմ։ Ուղղակի ձեզ հանգիստ է պետք Աննա Բագրատովնա։ Չէ, բոլես, ես չեմ ուզում իմ մտքերի հետ մենակ մնամ։ Այս աշխատանքը շատ ծանրաբեռնված է, ձեզ չի կարելի այդքան լարվել։ Ինձ աշխատանքը չի հոգնածնում։ Ինձ անտարբերությունն է սպանում։ Սիրտս կային ես պապ։ Այդ աղա, ասում 20-րդ դարի վերջի ստեպիստը դու ես հա մնացել։ Շատ հնարավոր է։ Կոֆե կխմես։ Դու աշներ չեմ անի։ Տղե դուր եմ։ Չգիտեմ։ Բղարցուր ասեմ։ Պապ տղես ուր է։ Գնացել է Բեցի օրետ հանդիպման։ Հələ Բեցիի թեման ակտուալ է։ Վատացել է։ Դե հենց թվաց խոսացինք բրծանք անցավ գնաց այդ պատմությունը։ 1950-ի կներես որ հարց եմ տալիս, ինչ ես տենց ուրախ, ինչ ես լնդերդ վերև կշտած վրպռում։ Բա ինչ անեմ տխրեմ։ Գնանջանոց սենց պարային ուրախ ես, էլ ուրախություն ես բարգևում։ Որովհետև տղա եմ ամուսնացնում, տղա։ Այ ապրես, մի երկու բան ասեմ սիրտը սողանա, այդ որ տղիդ խպիր թևիտ տակ ու գնացիր Անգելինայի տուն։ Որ սրտի դար չեղա, որ հորդ չես տանում հետդ։ Բայց դու ասեցիր, որ չես ուզում գաս։ Արա, ես է շատ բան ասեցի։ Մեծ մարդ եմ, նենց ես հասկանում եմ ինչ եմ ասում։ Կարող ավակն ասե, երկու հոգու ծաղել չգակ, այդքան ծաղ չի ուզում անի։ Ավելի պապ աղբորպես արի անցնենք ես թեման։ Միքայել տղա, անցնել չկա, ես քո քտի ձեզի բերելու եմ։ Լսի, արի ես իմ կոֆեն դնեմ, դու գնա այնտեղ ոնց որ միշտ նստել ես, այդ հենց էլ նստի։ Դե լպատ մի տնամ ոնց անցավերեք։ Հրաշալի։ Հերին երջանիկ էր, Անգելինան նույնպես, իսկ մնացածը ինչ չեն էլ հետաքրքրում։ Դե չասին, բա ուրա Աննան։ Պապին ուրա։ Պապին ուրա։ Չասեց ավակը։ Ինձ թվում է ավակը ու Վիկտորիան ուրախ էին, որ Աննան չկար։ Դե քո մասին բան չասեցին։ Լավ մի կոտա։ Կոֆեն ուրեի դրա։ Բալեսում ես ման գալիս։ Ամերիկա ասեց, որ մեր ռեյսով քրնելու են Ջոնի հետ։ Ոնց։ Էրիկը ու Ջոնը գալիս են Ամերիկա։ Հա, մամ։ Ջոնի բոլոր թղթերը կարգավորել է, մանկատան հետ կապված բոլոր հարցերը լուծել է, որ մեր հետ գան։ Կարգին տղա է Էրիկը։ Գնալով ավելի եմ համոզվում։ Դե եկեք ներսում սպասենք։ Բարեցես։ Բարև տղա ջան։ Ինչի ուշացաք։ Ջոնս վերջին պահին որոշեց, որ պիտի հետ գնանք տուն իր խաղալիքը վերցնի, որ տանի հետը Ամերիկա, չէ՞։ Դե շատ լավ է։ Եկեք գնանք ներս, ինչի ենք ստեղ կանգնած։ Եկեք։ Գնացինք։
Աղբեր ես։ Չէ, եկել եմ քեզ հրաժեշտ տամ։ Դու ինչ էի մոռացել։ Ես քեզ ոնց կմոռանամ։ Չէի կարա չգայի ու հրաժեշտ չտայի քեզ։ Ես վստահ եմ, որ քո մոտ ամեն ինչ լավ կլինի, որովհետև դու արդեն պապայի ու բեծի հետ ես լինելու։ Քո համար նվեր ունեմ։ Ես ինչ է։ Խաչա։ Խաչ։ Հա։ Ես բերել եմ, որ կախես վզիդ ու ինձ երբեք չմոռանաս։ Աստված քեզ պահապան։ Բարև Հենրի։ Բարև Բեցի։ Հենրին ինձ խաչ հատվել։ Ապրի Հենրին։ Չէի կարա չգալ ու ձեզ հրաժեշտ չտալ։ Ուրախ եմ, որ եկել ես։ Ջոնը անդադար քո մասին է խոսում, բայց ուշը արդեն պետքա գնանք։ Բեցի։ Ասա Հենրի։ Չգիտեմ էլ ոնց ասեմ։ Հուսամ կգա մի օր, որ կներես ինձ։ Շատ եմ ինձ հարց տվել, ինչի ես ամենը իմ հետ պատահեց։ Մեղավորներ եմ անընդհատ փնտրում, բայց հասկացա, որ պետքա շարունակեմ ապրել, մոռանամ ամեն ինչ ու գնամ առաջ։ Երևի ես էլ իմ փորձությունն էր ու իմ խաչն է։ Դա Աստված, որ Էրիկի ու Ջոնի հետ երջանիկ լինես։ Չեմ շտապում։ Քո հետ ամուսնությունը ինձ շատ մեծ փորձ ու դաս եղավ։ Խաչը դուր պահեմ, հա Ջոն։ Լավ մնա։ Հուսամ երջանիկ կլինեք։ Արի։ Նախքան սովորության համաձայն ինձ փողոց շպրտելը, խնդրում եմ հանգիստ լսի ինձ։ Ես իրոք շատ ուրախ եմ, որ դու ողջ ու առողջ տուն ես վերադարձել։ Իրականում շատ անհանգիստ էի։ Ինքան վատ եմ, որ նույնիսկ չել հետաքրքրում ինչ գործ ունես այստեղ։ Դե որ դու ստեղ չէիր, ես որոշեցի, որ իմ ընտանիքի գլխին եմ ելնելու։ Շոտ եմ ցավում Զավենիչի հետ կապված։ Բա պիտի ցավաս, բա ինչ պիտի անես։ Զավենիչը միակ մարդներով դեմ էր, որ քեզանից բաժանվեի։ Շատ իմաստուն մարդ էր, ինքն են գլխեն իմաստուն էր։ Շատ կկարոտեմ այդ իմաստուն խորհուրդները։ Մարդը մահացել է, դու խոսում ես իր խորհուրդների մասին։ Հիմար ես դու։ Լավ, խնդրում եմ մի բարկացի։
ասա ինչ անեմ քո համար։ Կուզես մի հատ էլ թեյ քեզ բերեմ կամ էսի խմի։ Կուզես ձեռքերդ մասաժ անեմ։ Իսկ կուզես լոգարանը պատրաստեմ, լոգան կընդունի վարդի թերթիկներով, բան։ Հակի բերանդ։ Հա, ուզում ես որ լռեմ։ Լռություն ես ուզում, հա, այդ էլ է ցանկություն, որը ես չհարգել չեմ կարող։ Հուսով եմ ինձ քեզ մեզ վտանգ չի սպառնում։ Նկատի ունեմ Զավենիչի հետ կապված էլի, որ իմանան կարող է մտածեն մենք էլ Ձենդ։ Ապրի Անտոն Զավենիչը իսկապես մեծատարով մարդ էր։ Իր մահով միավորեց ինձ ու ամուսնուս, դե գոնե փողոց չշպրտվեցի։ Քեզ սպանողը պատասխան կտա խոստանում եմ, քո մահը անպատիժ չի մնա։ Ես մենակ ուզում եմ, որ դուք երջանիկ լինեք, որովհետև դու Հենրիս արժանի եք այդ երջանկության։ Դուք չհանձնվեցիք, դուք պայքարեցիք մինչև վերջ։ Ու այդ պայքարի ընթացքում դուք միշտ մեր կողքին եղաք։ Բայց ամենակարևոր պահին ձեր կողքին չեղա։ Չէ, դու մի մտածի, ես քեզ չեմ մեղադրում, ուղղակի Բայց դուք սխալ բան չասեցիք։ Ֆայն ասա։ Հա, բալես։ Լավ ենք, բալես, դու ոնց ես, դասերդ ոնց է։ Դավիթը արդեն իմ մոտ է, գիտես, պապան թողեց, որ վերցնեմ երեխան։ Բայց ամենակարևոր նորությունը Հենրին ու Անգելինան նշանվել են։ Բարևեք։ Դե լավ էլ մի նեղացի։ Անգելինան հիմա իմ մոտ է ու քեզ էլ բարևում է։ Հերինա, խոսամ կա։ Հա, Հերի։ Հա, հրեշտակս ինչ կա։ Մամայդ մոտ եմ։ Ինչի՞ չէիր ասել Ֆայնային մեր նշանադրության մասին։ Մենակ չասես մամայից իմացել նեղացել է։ Արդեն հասկացար։ Լավ, քրոջս թողեք իմ վրա։ Դու ու մաման էլ պատրաստվեք։ Ինչին։ Գնանք ճաշելու միասին։ Գեղեցիկ է, չէ՞։ Հա, շատ։ Ուղղակի չեմ հասկանում, ինչի՞ ես ինձ հենց ստեղ կանչել։ Կարող է կանչել ես, որ տերևները հավաքեմ։ Նեղացնում եք։ Ինձնից ինչի ես նեղանում։ Դե եթե այդքան անլուրջ եք ինձ վերաբերվելու, կարիք չկար ձեր հետ հանդիպման գալ։ Դե երևի կարիք չկար ընդհանրապես այստեղ գալու, ու հենց այստեղ հանդիպելու։ Դե որովհետև սիրում եմ Աշունը։ Դու պիտի գարունը սիրես։ Այդ ինչի։ Դե որովհետև գարնան նման միշտ ծաղկած ես։ Իհարկե, շնորհակալ եմ գնահատականի համար։ Ուղղակի ես իրոք Աշունն եմ սիրում։ Չես պատկերացնի, բայց ես էլ Աշունը չեմ սիրում։ Խնդրում եմ, իմ մասին վատը մի մտածեք։ Իմ այս քայլերը բխում են իմ վիճակից։
Սիրահարված ես։ Դուք եք առիթ տվել, որ ես ձեզ սիրահարվեմ։ Լսի Այդա, դու շատ լավ աղջիկ ես, բայց ես քեզ այդ հարցում ոչնչով չեմ կարող օգնել։ Գնաս։ Աչքներս լույս, պապան անվնաս հասելա տուն։ Ոնց եկել ա ու ինձ տեղյակ չի պահել։ Հա, վրան գույն չկար, նենց նեղված էր, նենց լարված, պատկերացնում ես, ինձ տնից դուրս չի վրանդել։ Լավ, բա ուր է հիմա։ Սենյակում։ Մամ, կարող ես սուշի ուտենք։ Ինչի՞ չէ, որ ճաշակովս։ Ինձ նման շքեղ կինը ստեղծված է ծովամթերք վայելելու համար։ Պատվիրի, պատվիրի։ Լսի ամեն ինչ կարգին, հա։ Հա, ինչի։ Դե չէ, ուղղակի մտածում եմ ես լարված մթնոլորտում թորանս հանկարծ չվնասես։ Չէ, աստված չունի։ Սկսերը արդեն պարզ է։ Շուտ է դեռ։ Շուտ է, իհարկե շուտ է։ Ես էլ մտածում եմ ոնց եղավ տենց արագ հղիացար։ Աստծո օրհնություններ։ Ոնց եմ հպարտանում, որ սենց ազնիվ ու մաքուր հարսում եմ։ Դե պատվիրի, լավ։ Պատվիրեցի։ Շուտով կուտենք։ Ափսոս, որ ինձ չթողեցիր քեզ հետ գամ, պապ։ Ես էլ էի ուզում Անտոն Զավենչին հրաժեշտ տայի։ Ինքը իմ համար որպես հորեղբայր է եղել։ Չթողեցի անվտանգությունից ելնելով։ Իսկ ով էր կանգնած Զավենչի սպանության հետևում։ Շատ վտանգավոր մարդիկ։ Նրանք եկել էին վենդետայի հետևից։ Իսկ այդ վենդետան մեզ էլ է հասնելու։ Ձեզ չէ։ Ինձ։ Պապ, մի մոռացի, որ մենք մի ընտանիք ենք։ Դեր համար էլ իմ հետևից եկողը չպիտի բախվի ձեզ։ Մենք պետք է շատ զգուշավոր լինենք, շատ։ Լավ է, շատ լավ է, որ Դավիթս նորից անն է այս մոտը։ Հենրիս էլ խելքը գլուխն է հավաքել, որ մասին հոգա տանում։ Ոնց էր երեխես ուրախացել, որ Հենրին ռեստորան էր հրավիրել։ Ախ, Աստված ջան, ինչքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար։ Ինչի ենք այսքան բարդացնում կյանքը։ Կյանքը այդքան էլ բարդ չի, ինչքան որ մենք ենք դարձնում։ Մամ, կներես, որ քեզ էլ հետներս չէինք տաղել անգելենց։ Տղես, ես Անգելինային արդեն ասել եմ ու քեզ էլ եմ ասում։ Իմ համար ամենակարևորը ձեր երջանկությունն է, դու գիտես, ես ձևական բաներ չեմ սիրում։ Իրականում շատ կուզեի, որ դու այդ կարևոր օրը ինձ ոչ մի բան մի ասա։ Պարզա, որ պապա չի ուզել, որ ես ներկա լինեմ։ Նորմալ է, իմ ներկայությունը իրականում պարտադիր էլ չէր։ Կարևորը, որ դուք երջանիկ լինեք։
ու չթողնեք, որ որևէ մեկը ձեր երջանկությունը գողանա։ Այնքան բարի սիրտում եք Աննա Բագրատովնա։ Դե հա, մամայի սիրտը աշխարհի հետ չափել եմ, իրանը ավելի մեծ էր։ Տղես դուք խմեք ինձ չի կարելի, ես դեղեր եմ խմում։ Դու որ շատ էլ ուզեիր, ես քեզ չէի թողնի, մամ։ Շատ եմ ուզում, որ հարսից գեստը միասին ընտրենք։ Ու բացի այդ միասին պատրաստվենք հարսանիքին։ Եթե Հենրից դեմ չի, ես մեծ սիրով։ Չէ, ինչի պիտի դեմ լինեմ, մամ ջան։ Ընդհակառակը ես շատ ուրախ եմ։ Հատկապես որ դու իմ պատվավոր հյուրն ես։ Չնայած ինչ եմ ասում, ինչ հյուրի մասին է խոսքը։ Ես հասկացա։ Մի բացատրի, ես հասկացա։